Սիրելի ուխտավորներ, Աստծո փառք եւ գոհություն, մենք կգտնվենք գրեթե գրզին վրա եւ մեր դամ մեջ կգտնվենք Հայաստանի ցանկական Սուրբ Հովանու Կարապետ եկեղեցու մեջ։ Եվ ամեն անգամ երբ մեր դունը գայցնենք, մեր հորը դունը գայցնենք, մենք մեզ ավելի հզոր կզգանք, ինչպես որ Վարդանանք ասած են, որ մենք մեզի համար Հայաստանի ցանկական եկեղեցին որպես մայր կընդունենք եւ ավետարանը որպես հայր։ Շնորհակալություն կհայտնենք մեր երկնավոր հորը, որ մեր քայլերը որպես ուխտավորներ այստեղ առաջնորդեց։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ես ձեր բոլորի անունով աստվածօգնական լսեմ Եզդիկ Սրբազանին։ Եզդիկ Սրբազանը այստեղի պատասխանատուն է, հոգևոր տեսուչն է եւ մեծ ուրախությամբ ուզեց մեզ այստեղ թիմավորել որպես ուխտավորներ։ Միասին ասենք Սրբազանին, Սրբազան այբ մենք ուրեմն որպես ուխտավորներ դարին անգամ դարբեր երկիրներ ուխտի երթանք, հայրենիքը, Երուսաղեմ, Իտալիա եւ զանազան վայրեր, ասիկա մեր առաջին ուխտակնացությունն է դեպի Հունաստան։ Եվ գլխավոր դերնակի ունեինք Բողոս Սարակյալի հետքերով։ Այցելեցինք Աթենք, անկևերջ կացինք Դելֆի, ապա շարունակեցինք դեպի հյուսիսային շրջան, Թեսաղոնիկե, Քաբալա, Ֆիլիպպե, ապա եկանք դարձյալ Աթենք, իջանք Գորոնթոս, այսօր ահավասիկ գրեթե գրզին վրա ենք, պիտի շարունակենք մեր ուխտակնացությունը, վերջին հանգրվանը պիտի ելնա Էգինեն, Սուրբ Նեկտարիոս պիտի այցելենք, եւ ապա ամեն մարդ իր դունը պիտի վերադառնա։ Երկու շաբաթվան ուխտակնացություն է Սրբազան, եւ բոլորն ալ որպես հայ եկեղեցու զավակներ, ամբողջ ճանապարհի ընթացքին մենք մեր ժամանակիրը պատրաստացենք մեր եկեղեցու հայրերու աղոթներով, Զարե Սրբազանի ուրեմն երջանկաշերտակ հոգևոր հորս ուխտավորին աղոթակիրք է նաև սաղմոսներ, ավետարանական հատվածներ, շարականներ եւ աղոթներ եւ ամբողջ մեր ճանապարհորդության ընթացքին մենք Բողոս Սարակյալի կյանքը սերտեցինք եւ ամեն անգամ որ այցելեցինք այն վայրերը, որ ինք այցելեց եւ հանդարգվեցավ, քարոզեց, այդ վայրի մեջը ընկերցեցինք Բողոս Սարակյալի դվյալ բաժինը։ Այսօր որպես ուխտավոր եկած ենք գրեդեի Սուրբ Կարապետ Հայաստանի ցանկական եկեղեցին եւ շնորհակալ ենք ձեր սրբապատության համար, որ մեզ այս տաճարի մեջ, այս եկեղեցու մեջ, պատմական եկեղեցու մեջ ընդունեցիք։ Ես վստահ եմ, որ հիմա մեր հավատացյալները անամբեր կսպասեն, որ դուք նաեւ եկեղեցու պատմական եք Սրբազան եւ շնորհակալություն քաղաքի գարկ անդամներուն, որոնք մեզ թիմավորեցին այս եկեղեցու մեջ։ Սրբազան հավատացյալները, օգտավորները ցեզ է որ գոհեն այստեղ նստենք։ Ով աթոռ չունի, այնտեղ աթոռներ կա, կարող են վերցնել։ Բարի եկել։ Շատ ոգևորիչ է ինձ համար եւս, որ այսօր 21-րդ դարում դեռ ուխտագնացությունը տեղի է ունենում եւ հատկապես Պողոս Սարակյալի հետքերով մի ծրագիր, որ ես միշտ մտածել եմ, բայց դեռ երբեք չեմ կարողացել նախաձեռնել։ Դուք այսօր գտնվում եք Կրետեի Սուրբ Կարապետ եկեղեցում, հայոց եկեղեցին է, որը հայկական եկեղեցի է 1669 թվականից։ Այստեղ արձանագրություն կա եւ վերջին երկու տառը, որ երևում է Ռ եւ Չ։ Ռ 1000-ն է, Չ-ն 100-ն է։ Երրորդ թիվը ավրված է կամ Ը պիտի լինի, կամ Թ պիտի լինի, որ նշանակում է 1108։ Սրան պիտի գումարենք 551, որտեղ հայոց թվականը սկսվել է 551 թվականին։
եւ կստացվի 1669 թվական։ Այսինքն մենք այդ թվականից արձանագրություն ունենք այս եկեղեցու մեջ։ Ձեզանից ով գիտի 1669 թվականը ինչ թվական է։ Լավ, քան դուք կարող եք չիմանալ, որովհետև ձեզ հետ կապ չունի, դա Կրետեի հետ կապված է։ Դա այն թվականն է, երբ որ թուրքերը գրավեցին այս քաղաքը, Իրակլիոն քաղաքը, որ այն ժամանակ կոչվում էր Կանդիա, Խանդիկա կամ Խանդակա տարբեր բաներով։ 1669-ին թուրքերը գրավեցին ոչ թե հույներից, այլ վենետիկցիներից, որովհետև կղզին 450 տարի գտնվում էր Վենետիկյան Հանրապետության իշխանության տակ։ Եվ այն ժամանակ թուրքերը մի սովորություն ունեին, որ եթե որևէ քաղաք ուզում էին գրավել, եւ եթե քաղաքը հանձնվում էր, ամեն ինչ մնում էր այդ քաղաքում ինչպես որ կա։ Ոչ մի ավերածություն չէր լինում, ամեն մարդ իր տանտերն էր մնում եւ ամեն մարդ իր խանութի, իր գործի, իր եկեղեցու, սակայն եթե դիմադրում էին եւ հետո գրավում էին, ավերում էին ամեն ինչ, եւ ինչ էլ որ չէին ավերում, դառնում էր սուլթանի սեփականություն։ Քանի որ այս քաղաքը 20 տարի դիմադրեց, ուրեմն երբ գրավեցին թուրքերը, ամեն ինչ դարձավ սուլթանի սեփականությունը։ Այս շենքն էլ, որ կար, գոյություն ուներ, բայց դարձավ սուլթանի սեփականությունը։ Եվ այդ տարի Աբրո Չելեպի անունով մի հայ մեծահարուստ առևտրական այս եկեղեցու շենքը գնում է, դրամը տալիս է, առնում է սուլթանից, որովհետև ինքը սուլթանի մտերիմն էր, եւ տալիս է հայկական համայնքին։ Սա ինչ է նշանակում, որ այս շենքը շատ ավելի հին է, քան 1669 թվականը, եւ որ 1669-ին այստեղ կար այնպիսի համայնք, որը եկեղեցու կարիք ուներ։ Դե երբ է կառուցվել, չեն կարող ասել, հիշատակվում է 1363 թվականին իբրև Սուրբ Գևորգ, բայց չգիտենք հայկական եկեղեցի է եղել, հունական, թե կաթոլիկ, ասեն վենետիկյան։ Մի բան հստակ է մեզ համար, որ 1669 թվականից գործում է առանց փակվելու անխափան մինչև այսօր իբրև հայոց եկեղեցի, հայոց Սուրբ Կարապետ եկեղեցի։ Հայերը այս կղզում հաստատվել են շատ ավելի վաղ, 961 թվականին։ 961 թվականին բյուզանդական Նիկիփորոս Փոկաս զորավարը, որ հետո կայսր դարձավ, հարձակվում է իր բանակով, այս կղզին արաբների իշխանության տակ էր եւ հաղթում է արաբներին եւ դուրս է վռնդում արաբներին եւ գրավում է կղզին, նորից միացնում է բյուզանդական կայսրությանը։ Իր բանակը բաղկացած էր հայկական եւ թրակիական զորաբանակներից եւ ինքը 4 հայկական զորաբանակ թողնում է այս կղզում, որպեսզի պաշտպանեն կղզին, եթե արաբները ուզեն նորից ետ վերադառնալ։ Ուրեմն հիմնում են 4 հայկական գյուղեր, որոնցից մեկը Խանյայում է, մեկը Ռեթիմնոյում, մյուսը Սիթիայում եւ մյուսը եղել է Իրակլիոնում, հիմա անունը փոխել է 1919 թվականին, երբ որ Փարիզի գագաթաժողովն էր եւ Հունաստանի վարչապետը Էլեֆթերոս Վենիզելուսը այդ ժամանակ Փարիզում էր, Նուբար Փաշան հայկական պատվիրակության, գիտեք Նուբար Փաշային, չէ՞, բարեգործականի, հայկական բարեգործականի, հայկական պատվիրակության նախագահն էր, մի ճաշկերույթ է տալիս Վենիզելուսի պատվի։ Եվ Էլեֆթերոս Վենիզելուս այդտեղ մի խոսք է ասում։ Նախ հիշում է 5 հայկական գյուղեր, որ իր ժամանակ եղել են այս կղզում։ Եվ ասում է, ես չգիտեմ ինչքան հունական արյուն կա հայի երակներում, բայց գիտեմ, որ շատ հայկական արյուն կա կրետացիների երակներում։ Երբ որ դուրս գան, կտեսնեք այստեղ տապանակարեր կան, մոտ 50 տապանակարեր։
այդ տապանակարերը բերվել են հայկական գերեզմանոցից, հին գերեզմանոցից, որը գտնվել է այսօրվա նոր նավահանգստի տեղը, երբ որ նոր նավահանգիստը կառուցվեց, գերեզմանոցը ուրեմն քանդվեց եւ տապանակայերի մի մասը այստեղ բերվեց, սրանք հիմնականում 16-17-րդ դարի հայ առևտրականների տապանակայեր են Երևանից եւ մեծ մասը Քանաքեռից։ Երևանի մոտ մի գյուղ կար, որ հիմա Երևանի մեջ է Քանաքեռ։ Ուրեմն այդ տապանակայերը։ Այս եկեղեցում 350 տարիներից ավել միշտ աղոթք է եղել տարբեր ձևերով, պատարակի ձևով, ժամերկության ձևով, պարզ այցելուների ու տավորների կողմից, մոմավարության ձևով, եւ այստեղ դուք եք կզգաք, թե ինչքան Աստծո ներկայությունը կա եւ ինչքան Սուրբ Ոգին կա եւ ինչքան աղոթք կա այստեղ։ Ես մաղթում եմ, որ դուք այդ աղոթքները զգաք եւ այդ աղոթքներից օգտվեք։ Մենք մեր եկեղեցին ունի 3 խորան։ Ինչպես տեսնում եք, կենտրոնական խորանը միշտ նվիրված է Աստվածամորին։ Ուրեմն այն մյուս խորանը Հովհաննես Մկրտչին է նվիրված, որտեղ եկեղեցին նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Եվ սա մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորանն է, ուրեմն 3 խորան։ Այստեղ մի սրբապատկեր կա, շատ հին սրբապատկեր, ոմանք ասում են 10-րդ դարից է։ Ինքը շատ արտահայտիչ չի, բայց մոտիկից նկար է, հետո նկարի վրա ավելի լավ կտեսնեք Աստվածամոր դիմագից, աչքով չեք տեսնել։ Եվ այս սրբապատկերի մասին հրաշքներ են, շատ է, գույներ։ Պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները գրավել են այս կարոտը, այս սրբապատկերը կարել են թանգարանը։ Հաջորդ առավոտյան, երբ թանգարանը բացել են, տեսել են, որ սրբապատկերը չկա։ Փնտրել, եկել գտել են այստեղ նորից։ Նորից են տայել, 3 անգամ տայել են թանգարան, 3 անգամ հաջորդ, եւ հետո թողել են այստեղ եւ մնացել են։ Հիմա երբ դուրս գաք, որ գույնին հարցնեք, այդ պատմությունը ձեզ համար կպահում։ Իսկ մեր կրետահայերը ամեն մեկը իր անձնական փորձառությունը ունի, թե ինչպես է Սուրբ Կարապետը ամենադժվար պահին օգնել իրենց։ Եվ ինչ շատ, եթե այդ պատմությունները հավաքենք, միած հաստափոր գիրք կլինի այն հրաշքների, որ կատարել է Սուրբ Կարապետը մեր այստեղի հայության եւ ամեն մեկի անհատի կյանքում։ Այսօր մենք շատ դժվար օրեր ենք ապրում։ Գիտեմ արդեն, որ ձեզանից ոմանք Պարսկաստանից են ծագումով եւ այնտեղ թողել են իրենց ազգականներին եւ ինչպեսի դժվար վիճակի մեջ է այսօր Պարսկաստանը եւ դեռ չգիտենք թե ինչ պետք է լինի։ Ես գիտեմ, որ դուք ծրագիր ունեք արարողության, բայց ես պետք է առաջարկեմ այսօր մենք ուղղակի աղոթենք բոլորով միասին եւ Պարսկաստանի, եւ Երուսաղեմի հայության, եւ Ուկրաինայի հայության, եւ Ռուսաստանի հայության, եւ այն բոլոր վայրերի համար, որտեղ մենք ունենք մեր հավատակիցները, մեր ազգակիցները, եւ որոնք սիստեմատիկ վերջին տարիներին փորձություններ են ենթարկվում, սկսած Արցախից, Հայաստանի սահմանամերձ տարածքներից, խնդրելով Աստծուն, որ ի վերջո հիշի մեզ եւ այցելի մեր ժողովրդին։ Ամեն։ Գիտեք, երբ բացում ենք Աստվածաշունչը եւ սկսում ենք կարդալ, Աստված իր համար մի ժողովուրդ է ընտրում, Աբրահամի սերունդին։ Եվ ասում է, որ ես ձեր ժողովուրդը կլինեմ, ուզում եմ ուխտ կյանքել ձեզ հետ։ Բայց դուք էլ պետք է ճանաչեք ինձ իբրև ձեր Աստվածը։ Երբ դուք ինձ հիշեք, ես ձեզ հետ կլինեմ, երբ դուք ինձ մոռանաք, ես էլ ձեզ կմոռանամ։ Եվ տեսնում ենք պատմության ընթացքում, երբ հրեաների կյանքը արդեն լավանում է, ամեն ինչ ունեն, Աստծուն մոռանում են։ Աստված էլ իրենց է մոռանում եւ չարիք գալիս է։ Հետո սկսում են խնդրել, Աստված ներում է իրենց եւ այսպես մի քանի անգամ։ Երևի մենք էլ իբրև հայ ժողովուրդ որոշ ժամանակ մոռացանք Աստծուն։
Շատերը դա կապում են խորհրդային տարիների սովետական Հայաստանի հետ, ես այդպես չեմ կարծում։ Որովհետև ես այդ տարիների սերունդ եմ և ես շատ լավ գիտեմ, որ այն տարիներում հավատքը Հայաստանում շատ ավելի զորավոր էր, քան այսօր։ Ազատության մեջ շատ փորձություններ Հայաստանի կան։ Այս ինտերնետը, այդ հաղորդակցությունները, որ երեխաները կարողանում են ունենալ և երեխան, երբ որ մեծանում են թինեյջերները և այլն, շատ փորձությունների ենթարկվում են և ծնողները ժամանակ չունեն իրենց երեխաներին հետևելու և այսօր փորձությունները շատ ավելին են, քան այն ժամանակ մարդիկ ավելի հանգիստ էին։ Այո, հարուստ չէին, բայց մինիմալը ունեին, բայց հանգստություն ունեին, նրանք մշակույթ ունեին, գիտություն էին կարողանում ստեղծել։ Այսօր միայն առևտուր և միայն ամեն մեկ արթնանում է, առավոտ մտածում է, ում խաբի, որ փող բերի տուն, դժբախտաբար, և այս պայմաններում չի կարող հավատքը և քրիստոնեությունը ավելի լավը լինել, չնայած մենք ապրում ենք ազատ, անկախ աշխարհում այսօր։ Հետևաբար մենք աղոթենք բոլորի համար, և Հայաստանի հայության համար, և բոլոր նրանց, ովքեր որ տարբեր երկրներում փորձանքի մեջ են։ Ամեն մեկը մեկ րոպե լռության մեջ ձեր աղոթքը կանեք, որից հետո ես պիտի խնդրեմ, որ մենք ընթերցենք բոլորով Սուրբ Ներսեր շնորհալու հավատով խոստովանումը։ Տեր Հայր օգնի մեզ, կբաժանի ձեզ հավատով խոստովանումները և հետո այստեղ մեկ էջի վրա գրաբար է, մյուս էջի վրա աշխարհաբար է։ Ով որ կարող է 24 հոգի է, դուք ավելի շատ եք, ով որ կարող է որ կարդա, միայն այսպես հերթով, 1, 2, առաջինը ես կկարդամ, երկրորդը դուք կկարդաք, 3, 4, 5, 6, 7, այսպես, բաժանենք 24 բոլորին, որից հետո Տեր ողորմյան կերգենք, և հետո կգնանք դահլիճ նկարվելու, դահլիճում կգնանք, որպեսզի հիշատակում ունենք։ Ես քիչ սպիտալնի առանց հրամանի չուզեցյալ։ Սա եկեղեցումն է, մենք պիտի հավաքենք նորից, ետ պիտի հավաքենք։ Հայեր հավաքենք։ Հիմա պիտի, որտև անընդհատ խումբերը գալիս են, և անընդհատ մենք օգտագործում ենք։ Սի ամենքս մասնակցություն ունենանք, պիտի ուզեմ, որ սիրեներ սրբազանայր առաջինը գարտալեն ետքը, միասնապար աշխարհապարով ամենքս միասին գարտանք, ինչպես միշտ կգարտանք։ Լավ, հրամեցեք ոտքի։ Ուրեմն դուք ղեկավարից, եթե կուզեք, կարող եք բոլորը չկարդալ, 3-4 ուզեք բոլորը կարդալ։ Ես մտածում եմ ամեն մեկ, բայց թող բոլորը կարդան, ամենքս կբանջան։ Դե եկեք այստեղ։ Ես կտամ ձեզ։ Ես ձեզ կտամ։ Հայ մեր ասենք, Օգնյալ Տեր Հիսուս Քրիստոս ամեն, հայ մեր, որ կենսես, սուտ երեցյան ուքով, եկեսարակայություն քով, երեցի կամքով, որպես եկինս երևի, սաս մեր անապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ ստարտիս մեր, որպես և մենք թող մեր ոսպարտավանած, և մի տանես մեզ գործություն, այլ մրյազ մեզ չարեք, զիքոյ արկայություն և զորություն և փառք Հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, հանել և անմահում, արարի ջրեշտակների մարդկանց և բոլոր արարածների, ողորմի ու արարածների։ Հավատով խոստովանում և երկրպագում եմ քեզ, անբաժանելի լույս, միասնական սուրբ երրորդություն և մի աստվածություն, արարիչ լույսի և հալածիչ խավարի, հալածիր իմ հոգուց մեղքերի ու անկեղության խավարը և լուսավորիր միտքս այս ժամին,
որ քեզ հաջո աղոթեմ եւ ընդունեմ քեզնից իմ խնդրվածները եւ ողորմիր ինձ ասմամերիս։ Հոգի հայր երկնավոր, Աստված ճշմարիտ, որ առաքեցիր քո սիրելի որդուն մոլորյալ ոչխարից փնտրելու համար, մեղանչեցի երկնքի եւ քո առաջ, ընդունիր ինձ ինչպես անարակ որդուն եւ հագցրու ինձ առաջին պատմուճանը, որից մերգացա մեղքի պատճառով եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ փաստամերից։ Որդի Աստծո, Աստված ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից եւ մարմին արար Սուրբ Գույս Մարիամից մեր փրկության համար, խաչվեցիր, թաղվեցիր ու հարություն արար մերելներից եւ փառքով համբարձվեցիր հոր մոտ, մեղանչեցի երկնքի եւ քո առաջ, հիշիր ինձ ինչպես ավազակին, երբ գաս քո արքայությամբ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ ասմամերից։ Հոգի Աստծո, Աստված ճշմարիտ, որ իջար հորտանալ եւ վերնադուն եւ լուսավորեցիր ինձ Սուրբ ավազանի մգրտությամբ, մեղանչեցի երկնքի եւ քո առաջ, մաքրիր ինձ վերստին քո աստվածային հրով, ինչպես որ ռեղեն լեզուներով Սուրբ առաքյալներին եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ ասմամերից։ Անեղ բնություն, մեղանչեցի քո դեմ իմ մտքով, հոգով եւ մարմնով, հանուն քո Սուրբ անվան մի շիրիմ նախկին մեղքերը եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ ասմամերից։ Ամեն ինչ տեսնող մեղանչեցի քո դեմ խորհրդով, խոսքով եւ գործով, ճնճիր ծերակիրն իմ հանցանքների եւ գրիր անունս կյանքի քրկում եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ փաստամերից։ Քաղաքնիկներ քննող մեղանչեցի քո դեմ գամովին եւ ագամա, գիտությամբ ու անգիտությամբ, թողություն շնորհիր մեղավորիս, քանզի Սուրբ ավազանի ծննդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով ու մարմնիս բոլոր անդամներով եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ ասմամերից։ Ամենախնամ Տեր, քո Սուրբ երկյուղը բահաբանդ իմ աչքերին, որ այլևս անպատկար չնայեմ, ագանչներիս, որ չախորժեն չար խոսքը լսել, հերանիս, որ սուտ չխոսի, սրտիս, որ չարը չքորի, ցերկերիս, որ չկործեն անիրավություն, եւ ոտքերիս, որ չընթանան անօրենության ճանապարհներով, այլ ուղղորդիր նրանց շարժումը ամեն ինչում միշտ լինելու ըստ քո պատվիրանների, եւ ողորմիր քո արարածներին, եւ ինձ ասմամերից։ Հուր գենթանի Քրիստոս, քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, փոխոքիր իմ մեջ, որբեսի այրի հոգուս աղդերը, սրբի իմ խղճ մտանքը, մաքրի մարմնիս մեղքերը եւ վարի քո գիտության լույսն իմ սրտում, եւ ողորմիր քո արարածներին, եւ ինձ ասմամերից։ Իմաստություն հոր, Հիսուս, դուր ինձ իմաստություն, սվարիս խորել եւ խոսել եւ գործել, առաջի քո ամենայն ժամ, իջար խորհրդոց, իբանից երիքորձոց, փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ ասմամերիս։ Հարիկ կամեցող, դեր կամանար, մի թողուր ինձ քնալ իմ անցիկամքով, այլ առաջնորդիր ինձ միշտ լինելու քո փարեսել գամքի համաձայն եւ ողորմիր քո առածներին եւ ինձ ասմամերիս։ Արքա երկնավոր, դուր ինձ քո արքայությունը, որը խոստացար սիրելներիդ եւ զորացրու սիրտս, որ ադի մեղքը սիրի միայն քեզ եւ քո կամքը կատարի եւ ողորմիր քո առածներին եւ ինձ ասմամերիս։ Խնամող առածների, խաչիտ նշանով բահիր իմ հոգին ու մարմինը, մեղքերի պատրանքներից, թևերի փորձություններից, անիրավ մարդկանցից, հոգու եւ մարմին բոլոր վտանգներից եւ ողորմիր քո առածներին եւ ինձ ասմամերիս։ Բահբան ամենայնի Քրիստոս, աչքը հովանի լիցի վերային, ի դվե եւ ի գիշերի, ինը ստիլիդան, ի կնալի ճանապար, ինը ընչել եւ ի հարգել, զի մի երբեք սասանեցայց, եւ ողորմյա քո առածոց, եւ ինձ ասմամերիս։ Աստված իմ, որ բացում ես ձեռքերդ ու լցնում քո ողորմությամբ բոլոր առածներիդ,
քեզ եմ հանձնում իմ անձը։ Դու հոգա եւ պատրաստիր հոգուս ու մարմնիս գարիկները այսուհետև մինչև հավիտյան։ Եվ ողորմիր քո առածներին եւ ինձ ազգամերից։ Մոլորյալներին դարձի բերող, դարձու ինձ չար սովորություններիցս թևի բարի սովորություն եւ բևերիր հոգուս մեջ մահվան սոսկալի օրը, գեհենի երկյուղը եւ արքայության սերը, որովհետեւ զղջամ մեղքերի համար ու կործեմ արդարությունը եւ ողորմիր քո առածներին եւ ինձ սպասմաներից։ Անմահության աղբյուր, ապաշխարության արդյունքներ բխեցրու իմ սրտից, ինչպես որ բորնիկին, որովհետեւ լվանամ հոգուս մեղքերը աշխարհից ելնելուց առաջ եւ ողորմիր քո առածներին եւ ինձ սպասմաներից։ Բարգեւիչ ողորմության, բարգեւիր ինձ քեզ մոտ կալ ուղղափառ հավատով, բարի գործով եւ քո սուրբ մարմնի ու արյան հաղորդակցությամբ եւ ողորմիր քո առածներին եւ ինձ հասմաներից։ Բարերար դեր, ինձ բարի հրեշտակի հանձնիր, հոգիս քաղցրությամբ ավանդելու համար եւ անխռով անցկացնելու թևերի չարիքից, որ երկնքի ներքո եմ, եւ ողորմիր քո առածներին եւ ինձ հասմաներից։ Լույս ճշմարիտ Քրիստոս, արժանացրու, որ գոչման օրը հոգիս ուրախությամբ տեսնի քո փառքի լույսը եւ բարիկների հույսով հանգչի արտարների օթևաններում մինչեւ քո քալստյան մեծ օրը եւ ողորմիր քո առածներին եւ ինձ հասմաներից։ Արդար թադավոր, երբ կաս հոր փառքով թադելու գենթանիներին ու մերյալներին, թադ մի արա քո ծառայի թև, այլ բրգիր ինձ հավիտենական հրից եւ ինձ համար լսելի դարձրու արտարների երանավետ կանչը թևի երկնքի արքայությանը եւ ողորմիր քո առածներին եւ ինձ սպասմաներից։ Ամեն ողորմ դեր, ողորմիր բոլոր քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին եւ անծանոթներին, ողջերին եւ մերյալներին։ Թողություն շնորհիր նաեւ իմ թշնամիներին ու ադողներին, իմ դեմ գործած հանցանքների համար եւ հետ դարձրու նրանց չարիքից, որ բահում են իմ դեմ, որովհետեւ քո ողորմությանը արժանի լինեն եւ ողորմիր քո առածներին եւ ինձ հասմաներից։ Հարավորյալ դեր, ընդունիր քո ծառայի աղաչանքները եւ իմ բարի գադարիր իմ խնդրվածները, հարեղոսությամբ սրբուի աստվածածնին, Սուրբ Հովհաննես Մկրտչին, Սուրբ Ստեփանոս Տաղավկային, մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչին, Սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ջգնավորների, գույսերի, միանցանց եւ քո բոլոր երկնավոր ու երկրավոր սուրբերի եւ քեզ անբաժանելի Սուրբ Երևույթ, հարկ եւ երկրպագություն, հավիտյանս հավիտերից, ամեն։ Ես ուզում եմ, որ դուք ընդերցեք, բայց Տեր այլ ընդերցեց։ Չէ, չընդերցեցի։ Դա նշանակում է, որ Ամերիկայում դեռ, ինչ են ասում, դեմոկրատիա չկա, ժողովուրդը չի մասնակցում ձեզին, միայն քահանան է։ Սրբազան մեր ամբողջ առողջությունը մենք միասին ենք։ Ես բոլորի վերանները նայեցի, ոչ ոք վերանները։ Ուզված էին։ Ուրեմն երկու բան ասեմ, քանի որ դու Պողոս Արաքյալի հետ երով եք գնում, այս դասում երկու բան կա Պողոս Արաքյալի հետ կապված։ Մեկը նստեք իր աշակերտ Տիտոսի գանգը կա։ Եղավ եկեղեցին Տիտոսի։ Ուրեմն այդ արտուստների շարքovanից մեկը որ իշխում եք, այն փողոցը որ իշխում է դեպի ծով, նավահանգիստ, այդտեղ Տիտոսի եկեղեցին կա եւ Հռոմի կողմից Կրետեի եկեղեցուն նվիրված Տիտոսի գանգը առանցին նմանություն։ Եվ երկրորդը Կարլես Լիմենեսն է, որ երբ որ Պողոս Արաքյալը գնում էր, իրեն տանում էին շղթայակապ Հռոմ դատելու, նավաբեկություն է լինում այստեղ, եւ 3 ամիս Պողոս Արաքյալը մի քարանձավի մեջ է մնում եւ սկսում է քարոզել, այդ ժամանակ է որ ինքը գտնում է Տիտոսին եւ այլն, եւ այնտեղ մի փոքրիկ եկեղեցի կա հիմա, իր քարանձավը կա եւ մի
դրսում բացօթյա խորան կա, որ համարում է Պողոս Առաքյալի ուրեմն քարանձավը եւ շատ լավ ծով կա այնտեղ լողանալու համար։ Շատ լավ։ Հիմա Տեր Ողորմյան։ Դեր Ողորմյան։ Պահպանի Չեգույս հավատացյալոց Քրիստոս Աստված Վարդյա պահպանի ազամենեն հավատացյալ ժողովուրդը սպանտվան Եսուս և պապար մախաչիկ Եղանության Հրկյազատ երևելի և աներովիտ շտավին արժանավորյակ որդյան պարավոր լսկես ընթոր և ընթոքվույց սրպա այժմ և միշտ և ավիտյանս հավիտնից ամեն օրդնյալ Տեր մեր Իսուս Քրիստոս Go
ես կուզեմ ձեր բոլորի անունով սրբազանոր շնորհակալություն այցել իր համապարփակ այս սքանչելի գրեդեի հայության բախտությունը մեզ ներկայացնելու համար, ինչպես նաև այս Սուրբ Եկեղեցվով, Սուրբ Հովանու Կարապետ եկեղեցվով։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինչպես որ ճիշտ այսօր Մարակիրին վերև գրված է, զիզորին չխնդրիցեք իր որեինը լացից ես, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն է, որ սա ինչ որ իմ որպես խնդրեք, իմ անունովս պիտի դա ցեզի, ինչ որ խնդրեք սիրելներ, թող Աստված դա ցեզի, խնդրեցեք հայրենիքի համար խաղաղություն, աշխարհի խաղաղություն, մեր պետականության համար ասասանություն, մեր եկեղեցու համար օրհնություն, պայծառություն, մեր հայոց բանակին համար ամրություն, քերեվարված մեր զավակներուն համար դուն վերադարձ, նահատակ հոգիներուն համար երկնքի արքայություն եւ ծեր բոլորի ընտանիքներուն համար համերաշխություն, սրբություն եւ օրհնություն եւ բոլոր ամենքորոնք սիրելներ իվատներու համար կաղոթեն հոգեվոր կամ մարմնավոր, թող Աստված բժշկություն տա, թող այս հրաշագործ վայրեն սիրելներ մինչև ծեր դուներ հասնիկ, ծեր հասնելը Աստված ծեր աղոտներուն պատասխան տա, ծեր ուղտը կատան, եկեք համբուրենք սրբազանին ծեր կյավաներանը, իշեսի բերձանները Այս կողմից դահլիճ բացառ։ Հարկես Աստված։ Սիրելի հավատացյալներ, ինչպես կտեսնեք, մենք գրեդեի Սուրբ Հովանու Կարապետ եկեղեցվո մեջ էինք, կատարեցինք հատուկ առողջություն եւ աղոթեցինք մեր հայրենիքի եւ աշխարհի խաղաղության համար։ Երեք խորաններու սրբապատկերները, այս խորանը, Աչագոմյան խորանը, Սուպրիկոր լուսավորչի մեր հավատքի հոր նվիրված է, մգրդության ավազանը, թող օրհնյալ զավակներ ծնին եւ Քրիստոսի զավակներ դառնան, Աստվածամոր պատկերը եւ այսիգա սիրելներ հրաշագործ Աստվածամոր պատկերն է, ինչպես ստեցաբախմվեցավ, քանի անգամ եւ որ դարած են Աստվածամոր պատկերը, Ետ Աստվածամոր պատկերը վերադարձած է իր այստեղը հրաշագործ պատկերը, Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության պատկերը, վերջին ընթրիքի պատկերը, Հիսուսի ուրեմն խաչեն էջքի պատկերն է, Աստվածամայրը արցունքի մեջ հրեշտակները խոնարհությամբ, այստեղ արցնակություն կա սիրելներ, ի հիշադակ Դեր Հովանես ավագ քահանա
Վարդունի, որ 8 եւ 10 ամս 18 տարի, այսինքն սպասավորյաց Սուրբաբանու Կարապետի եկեղեցուից եւ համի դիարն 1965-ի եղև բաժար նորոգության դաջարիս եւ Երիցադան։ Ինքն է որ նորոգած է ուրեմն Հովանես ավագ քահանա Վարդունին։ Եսուս Քրիստոս սիրելներ։ Այստեղ ապկար թակավորին Քրիստոսի ուղարկած ուրեմն բատկերն է որ Թաշկինագի վրա տպեցավ այստեղ Հովանու Գարաբետն է Հովանես Մգրդիչը որ դիրոջ ճամփան պատրաստեց Ռաֆայել հրեշտակապետը որ բժշկության հրեշտակն է վերջին ընթրիքի բատկերը այստեղ Սուրբ Հակոբը որ հրեշտակը նոյան դաբանեն Փաժիմը փերավ իրեն մասունքը փերավ եւ դվավ Սուրբ Հակոբի եւ այսօր նոյան դաբանի մասունքը կբահվի Սուրբ Էջմիածնի մեջ Սուրբ ուրեմն Միքայել հրեշտակապետ եւ Սուրբ Հովանես Մգրդիչ Սուրբ Հովանես Արաքյալ Աստվածամոր բատկերը այստեղ Սրբուի Մայրիկ Աստվածածին է եւ Սրբուի Աննան եւ որ Մայրիկ Աստվածածիներն այցելության գնաց եւ երեխան Հովանես Մգրդիչը որ Աննայի ուրեմն փորի մեջներ Եղիսաբեթի փորի մեջներ ներողություն շարժեցավ եւ ուրախությամբ ուրեմն Սրբուի Եղիսաբեթը սավ Աստվածամոր որքան երանություն ինձ դիրոջս մայր ինձ այցելության գուքա որտեվ երբ ցանը լսեց երեխաս փորիս մեջ խաղաց Սուրբ Հովանես Մգրդիչի նվիրված խորանն է Սուրբ Հովանու Կարապետին հրեշտակի թևերով կներկայանա որտեվ մեր եկեղեցու մեջ գոչվի մարմնադեսիլ Կերովպեի պես ինքը մարմնադեսիլ էր եւ այստեղ դարձյալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ու մայր խորանը խաչվարն է Հիսուս Քրիստոսի պատկերով եւ մայր խորանը Թագավոր երկնավոր Զեգերեցիկ անշարժ Բահյա եւ Ձեր գրվակուս անվանը թքում Բահյայի խաղաղության Սուրբ Սահակ Բարթև Հայրաբեդը պատկերը եւ այստեղ սիրելներ Հիսուսի խոսքը զիզոր ինչ խնդրիցեք ի հորե իմե դացիցես ինչ որ խնդրեք իմ հոր մեզ վիդացեզի ամեն դիրոջ բոլոր ասածները մեր յանքի մեջ կատարվին սիրելներ ցեզի բահմը նաեւ դուրսնալ ցույց տամ այսիգա ուրեմն Հավիտն է Սուրբ Պետրոսի պատկերը այստեղ Սուրբ Բողոսի պատկերը եւ մեջտեղը Սուրբ Հովանես Գարապետի եւ ուզեմ ձեր բոլորի անունով սիրելիներ մոմ վարել որբեսի ինչ որ խնդրանքներ որ խնդրած եք եւ ասած եք որ այր բարթեւ մեզի համար աղոթ է ավասիկ սիրելներ ասիկա ձեր անունով գվարեմ եւ գխնդրեմ Հիսուսեն որ այս լույսը դիրոջ քահին դիմաց վարվի որբես ձեր խնդրանքներու արդյունք եւ դերը ձեր բոլորի սրտի խնդրանքները ցեզի բարգեւե 2015 ապրիլ 24-ի հարկանք 2 միլիոն հայ նահատակներու խնգելի իշադագին այստեղը սիրելիներ եկեղեցու մուտքն է Սուրբ Հովանու Գարապետ եկեղեցի այստեղը խաչքարունինք հայկական որ 2019-ին կանգնված է եկեղեցու 350-ամյակին առիթով ինչպես արդեն ասվեցավ 1669-ին որ եկեղեցին հաստատված է հունական եւ հայկական եւ Քրիստոսի խաչը կմպետը Աստված անսասան բահեց սիրելիներ բոլորս
ասոնք թաղերն են։ Գերնամ մտնել ներս։ Շնորհակալություն։ Ահավասիկ մուտք, շնորհակալություն։ Աստված օրհնեց ձեզ ցայները տալար մնա։ Պատմական պատկերներ։ Այո։ Եվ այստեղ սիրելիներ 5 քերեզման են ահավասիկ քարերը թամփանա քարերը 16-17-րդ դարու քարեր են ահա սիրելիներ քահապարմ ունեցակ Գրեդեի Սուրբ Հովանու Գարաբետ եկեղեցին Աստված ձեզ թողորտնե առողջ մնացեք եւ Տիրոջ ներկայությունը ձեր վրա լա հավիտյան ամեն